Հայաստանում 3 տարվա հաջող փորձից հետո կարդալով գրքի փառատոնը առաջին անգամ անցկացվեց Մոսկվայում։ Նախաձեռնության հիմնական նպատակը տեղի հայ համայնքին, ազգային մշակույթին եւ գրականությանը մոտեցնելն էր։ Առաջին անգամ է կարդալով գրքի փառատոնը կազմակերպվում Մոսկվայում եւ Մոսկվա գալով նպատակ ենք ունեցել նախ ավելի մոտեցնել Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցներին, հայկական մշակույթին, գրականությանը եւ բացի դա հետաքրքրություն ստեղծել ընդհանրապես գրականության հանդեպ։ Փառատոնի ընթացքում կայացավ գրքերի մեծ ցուցահանդես վաճառք։ Ներկայացված էին ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Առանձին տեղ էր հատկացվել մանկական գրականությանը։ Ընթերցասերները հնարավորություն ունեցան նաև հանդիպելու Հայաստանից ժամանած գրողների եւ գրականագետների հետ։ Փառատոնին տարբեր սեգմենտի մարդիկ են գալիս, մեծ մասամբ հայերն են, ովքեր հետաքրքրված են մեր միջոցառումներով, հետաքրքրված են հայ ժամանակակից գրողների հետ ծանոթանալով եւ շփվելով, բայց շատ հետաքրքիր է նաեւ, որ փառատոնին գալիս են նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ։ Գրքի փառատոնը Մոսկվայում հյուրընկալած Տապան թանգարանից ասում են, փառատոնը շարունակական կլինի, քանի որ հրաշալի միջոց է ամրապնդելու կապը մայրենիի ու գրքերի աշխարհի հետ։ Շատ ուրախ եմ, որ կան այն մարդիկ, որը զբաղվում են գրքի տարածման, գրքի նշանակությունը բարձրացնելով, որտեղ դա կարևոր բան է, ու ես շնորհակալ եմ առաջերտին կարդալով կազմակերպությանը, որ դիմել են ու այսպես մեծ գործ են արել, Հայաստանից գիրք են բերել մեր մոտ։ Երեխաների համար անցկացվեցին հեքիաթի ժամեր, իսկ երիտասարդների հետ գրական քննարկումներ, խթանելու հայալեզու գրքի տարածումը եւ ընթերցանության մշակույթը Մոսկվայում։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։